Այնինչ գրավեց Միացյալ Նահանգների կառավարության ուշադրությունը փողն էր։ Ամեն տարի Միացյալ Նահանգներից Կոլումբիա $1 միլիարդ էին գնում։ Քրիս Բրանկտոն, Կարլո Բերնարդն ու Դագ Միրոն համատեղ որոշեցին էկրանավորել համաշխարհային հանցագործի, իր ժամանակի թիվ 1 վտանգավոր մարդու, Պաբլո Էմիլիո Էսկոբար Գավիրիայի պատմությունը, եւ դա արվեց Netflix-ի պատվերով։ Բայց ինչու նկարահանվեց հենց այս պատմությունը եւ ինչ նպատակ ուներ այն։ Նրանց նպատակն էր ստեղծել քրեական դրամա, որը միաժամանակ կդառնա փաստերի վրա հիմնված լրագրողական հետաքննություն։ Breaking Bad-ի ֆենոմենալ հաջողությունը չէր կարող անտեսվել։ Այդ սերիալը ցույց տվեց, որ հանդիսատեսը պատրաստ է կապվել հերոսի հետ, ով բարի մարդուց վերափոխվում է դաժան նարկոբարոնի։ Netflix-ը գտավ այդ նույն նմանությունն իրական կերպարի՝ Պաբլո Էսկոբարի մեջ։ Էսկոբարը մարդ էր, որին սկզբում համեմատում էին Ռոբին Հուդի հետ։ Մեր Ռոբին Հուդը։ Նա փող էր բաժանում աղքատներին, կառուցում տներ, բայց ժամանակի ընթացքում այդ ժողովրդի բարերարը վերածվեց սառնասիրտ ահաբեկչի։ Հենց այս հակասությունն էլ դարձավ պատմության առանցքը։ Էսկոբարի մասին արդեն գոյություն ունեին բազմաթիվ ֆիլմեր ու սերիալներ, բայց նարկոբարոնը տարբերվեց նրանով, որ ներկայացվեց փաստերի, վկայությունների ու իրական դեպքերի հիման վրա։ Իսկ պատմությունն ավելի համոզիչ ու իրական դարձավ, երբ այն ներկայացրին իրական կերպար ԱՄՆ թմրանյութերի վերահսկման վարչության աշխատակից Սթիվ Մերֆիի տեսանկյունից, այլ ոչ թե Էսկոբարի, եւ որոշեցին իրադարձությունների զարգացումը ներկայացնել նրա աչքերով, ինչի էր նա այդքան տենչում բռնել կամ ոչնչացնել Էսկոբարին։ Այս ամենն իմանալով ես ցանկացա ավելի խորանալ պատմության մեջ եւ պարզել, որն էր թաքնված գաղափարը նարկոբարոն սերիալում։ Սթիվ Մերֆին եւ Խավիեր Պենյան իրականում եղել են այն գործակալները, ովքեր Կոլումբիայում մասնակցել են Էսկոբարի դեմ պայքարին։ Սերիալում նրանց կերպարները ոչ միայն գեղարվեստական էին, այլ հիմնված իրական մարդկանց փորձի ու հիշողությունների վրա, ինչն էլ մեծացրեց պատմության հավաստիությունը։ Մենք լսում ենք ոչ թե հորինված պատմություն, այլ այն, ինչ իրականում տեսել ու ապրել են մարդիկ։ Դե իսկ Վագներ Մոուրայի խաղը համարվում է սերիալի ամենաուժեղ կողմերից։ Նա ստեղծեց մի կերպար, որը միաժամանակ գրավիչ էր ու վախեցնող, իսկ նրա դերակատարումն արժանացավ միջազգային քննադատների բարձր գնահատականներին եւ նույնիսկ Golden Globe մրցանակի առաջադրմանը։ Էսկոբարին մարմնավորել են Անդրես Պարրան, Էսկոբար Չարիքի տերը կոլումբիական սերիալում։ Աշխարհահռչակ Խավիեր Բարդեմը սիրելով Պաբլոին ֆիլմում, Բենիսիո դել Տորոն եւ Մաուրիսիո Մեխիան։ Իսկ ինչով առանձնացավ Վագներ Մոուրայի խաղը։ Նախ նա բրազիլացի էր եւ իսպաներեն չէր խոսում։ Սերիալի համար նա սովորեց լեզուն եւ մեծացրեց կերպարի իսկականությունը։ Թեև կոլումբացիները քննադատում էին նրա խոսակցական շեշտը, միջազգային լսարանի համար դա դարձավ նվիրվածության նշան։ Նա կարողացավ իր խաղով մեզ ստիպել խորհել իշխանության եւ բարոյականության սահմանների մասին։ Եթե ես ձեզ հարցնեմ, ով էր այն մարդը, որ կարողացավ մարտահրավեր նետել եւ անգամ պատերազմ հայտարարել գերտերություն Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ումից էին վախենում 20-րդ դարում Կոլումբիայի իշխանությունները, դատարանները, արդարադատության նախարարները, ոստիկանները եւ անգամ հենց Կոլումբիայի նախագահը, ակնհայտ է, որ դուք գիտեք այդ հարցի պատասխանը։ Պաբլո Էմիլիո Էսկոբար Գավիրիա։ Լատինաամերիկյան մշակույթում մարդկանց անունները սովորաբար կազմված են ոչ թե միայն անձնանունից ու մեկ ազգանունից, այլ երկու ազգանունից, մեկը հորական, մյուսը մորական։ Այս համակարգը կարևոր է կոլումբիացիների համար, որովհետև դա օգնում է տարբերել մարդկանց, երբ անուններն ու ազգանունները կրկնվում են։ Մշակութային առումով դա նաև հարգանքի նշան է մորական կողմի հանդեպ։ Պաշտոնական փաստաթղթերում միշտ նշվում են երկուսն էլ, բայց գրականության եւ կինոյի մեջ սովորաբար օգտագործվում է միայն առաջին ազգանունը՝ Էսկոբար։ Իսկ լատինաամերիկյան ծագումով մենք աշխարհահռչակ շատ մարդկանց գիտենք։ Նրանցից են օրինակ Դիեգո Արմանդո Մարադոնա Ֆրանկոն, աշխարհահռչակ ֆուտբոլիստ, հասարակության մեջ հայտնի է որպես Դիեգո Մարադոնա, կամ Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկեսը,
Նա մոգական ռեալիզմի եւ համաշխարհային գրականության կարկառուն դեմքերից է։ Մեզ հայտնի որպես Գաբրիել Գարսիա Մարկես իր 100 տարվա մենության վեպով, եւ այս երկիմաստությունը լինելով միաժամանակ համ Էսկոբար, համ Գավրիա, ունենալով այս կոլումբիական առանձնահատկությունը, Պաբլոին եւս մեկ անգամ երկիմաստ է դարձնում ու գեղեցիկ կերպով միաձուլվում է լատինաամերիկյան մեկ այլ մշակույթի՝ մոգական ռեալիզմի հետ։ Նախ մենք տեսնում ենք, որ Պաբլոն միանշանակ չէ։ Նրա արարքները միանշանակ չեն եւ ոչ էլ կատարած քայլերը։ Պաբլիտո, կարևորը որ դու չհակնես այն, լավ։ Սիրելիս այնում հակով չի էլ լինի։ Նա եւ մարդասպան է եւ հայրենասեր, եւ ընտանիքին նվիրված հայր, եւ հանցագործ, սիրող ամուսին է եւ մոլագար տերորիստ։ Նա նարկոբարոն է Մաքսանենք, բայց ցանկանում է իր հայրենիքի արտաքին պարտքը վճարել, օգնում է աղքատներին։ Նա փայլուն ընկեր է, սակայն կարող է փայլուն, շատ, չափազանց վտանգավոր թշնամի լինել, երբ կարիքը զգում է։ Ու նրան պատահական չի, որ կապում են մոգական ռեալիզմի հետ։ Իսկ ինչ է մոգական ռեալիզմը։ Ինչի են սերիալում անդրադառնում դրան։ Մոգական ռեալիզմը գրականության եւ արվեստի ժանր է։ Այն միավորում է առօրյա իրականությունը եւ ֆանտաստիկ տարրերը, որտեղ իրական աշխարհը ներկայացվում է մանրամասն ու փաստացի, բայց ներսում տեղ են գտնում չափազանց անհավատալի երևույթներ, որոնք ներկայացվում են այնպես կարծես բնական են։ Նարկոբարոնի առաջին սերիան հենց այս գաղափարով է սկսում, ընդգծելով, որ Կոլումբիայի իրականությունը հաճախ այնքան տարօրինակ էր, որ թվում էր մոգական։ Իսկ ինչով է այս ժանրը տարբերվում ֆանտաստիկայից։ Այստեղ կախարդականը ներկայացվում է որպես բնական, ոչ թե արտասովոր։ Եթե այս աշխարհում ես ինչ-որ բան սովորեցի, ապա դա այն է, որ կյանքն ավելի բարդ է, քան թվում է։ Ժանրի գաղափարը ձևավորվեց 1940-ականներին, իսկ Գաբրիել Գարսիա Մարկեսը դարձավ դրա ամենահայտնի ներկայացուցիչը։ Նա համաշխարհային ճանաչում ստացավ հենց իր գլուխգործոցով՝ 100 տարվա մենություն վեպով։ Վեպը պատմում է Բուենդիա ընտանիքի պատմությունը, որը միաժամանակ խորհրդանշում է ամբողջ Լատինական Ամերիկան։ Այն ի դեպ մոգական ռեալիզմի գագաթնակետն է։ Այսպիսով իրականությունն ու ֆանտաստիկայի միահյուսումը դարձավ լատինաամերիկյան գրականության խորհրդանիշը։ 100 տարվա մենությունը դարձավ այն գործը, որով Մարկեսը Նոբելյան մրցանակի արժանացավ։ Քննադատները նշում են, որ Netflix-յան սերիալում Կոլումբիան հիշեցնում է Մարկեսի ստեղծած Մակոնդո քաղաքը, մի վայր, որտեղ առօրյան եւ անհավատալին միահյուսված են։ Եվ նրանք չեն սխալվում։ Սթիվ Մերֆին հեղինակի ձայնով հենց դրա մասին էլ խոսում է, Էսկոբարին համեմատելով մոգական ռեալիզմի կերպարի հետ։ Էսկոբարի պատմությունն իսկապես ավելին էր, քան կարելի էր սպասել կամ պատկերացնել սովորական մարդուց։ Դաժանությունից մինչև լուրջ ռազմավարական քայլեր, միաժամանակ ատելություն եւ չափազանց մեծ սեր էր ապրում այդ մարդու մեջ։ Մի պահ պատկերացրեք, որ դուք ծնվել եք չքավոր ընտանիքում, չքավոր քաղաքում ու չքավոր երկրում։ Եվ 28 տարեկանում դուք արդեն այնքան փող ունեք, որ դրանք հաշվել էլ չի լինի։ Եվ ինչպես նա վերածվեց այն կերպարին, որին մենք սերիալում տեսնում ենք։ Նախ նա ստեղծում է Մեդելինի կարտելը, դարձնելով այն ամենաազդեցիկը նարկոբիզնեսում։ Այնուհետև որոշում է իրականացնել իր վաղեմի երազանքը՝ դառնալ Կոլումբիայի նախագահ։ Մի օր ես կդառնամ Կոլումբիա հանրապետության նախագահ։ Նա սիրում էր իր հայրենիքը եւ ցանկանում էր այն դուրս բերել ճգնաժամից, նաեւ ազատել ամերիկյան ազդեցությունից։ Պատկերացրեք, աղքատ ընտանիքից դուրս եկած տղան, որ զբաղվում էր մաքսանենգությամբ, հանկարծ դառնում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Forbes-ի տվյալներով իր ժամանակաշրջանում նա մոտավորապես 7-րդ տեղում էր, իսկ նրա ընդհանուր կարողությունը գնահատվում էր շուրջ $30 միլիարդ։ Ում մտքով կարող էր անցնել, որ իր հարստությամբ աշխարհում 7-րդ տեղը զբաղեցնող մարդը պատրաստ է երթևեկել ինչ-որ տաքսի բեռնախցիկում։ Սակայն այդ ամենը նա վտանգի առաջ է դնում։ Չլսելով Գուստավոյի խորհուրդները մտնում է քաղաքականության մեջ, ունենալով արդեն իսկ բազմաթիվ թշնամիներ։ Եթե այդքան փող շփեցնես, Forbes ամսագրի էջերին կհայտնես, իսկ հետո կառավարությունը մեզ ոչիլների պես կսատկացնի։
Նա ակնհայտ մարտահրավեր է նետում ոչ միայն Կոլումբիայի պետությանը, այլև ամբողջ պետություններին։ Ամերիկայի համար Էսկոբարի նախագահ դառնալը առաջին հերթին նշանակում էր օրինական թմրանյութերի վաճառք, ինչը չափազանց վտանգավոր էր։ Բայց դա միակ պատճառը չէր։ Նա այնպիսի սպառնալիք էր ներկայացնում ԱՄՆ-ի համար, որքան կոմունիստական ապստամբական շարժումները, որոնք տարածվում էին աշխարհով ԽՍՀՄ-ի աջակցությամբ։ Կազմակերպիչներն այդ շարժումով փորձում էին պայքարել սոցիալական անհավասարության դեմ։ Ինչպես գիտենք սերիալից, եւ սա իրական փաստ է, Էսկոբարը համաձայնության է գալիս M19 կոմունիստական կազմակերպության հետ։ M19 կոմունիստական պարտիզանական խմբավորում ստեղծված Կարլ Մարքս կարդացած գիտունիքների կողմից։ Եվ կազմակերպում գրող Կոլումբիայի գերագույն դատարանի դեմ գրավում այն։ Այրելով իր դեմ ուղված գործերն այրում է մի ամբողջ դատարան։ ԱՄՆ-ն նրան համարում էր համաշխարհային սպառնալիք, եւ նրա արտահանձման հարցը նահանգներ Կոլումբիայի քաղաքականության ամենաթեժ թեմաներից էր։ Ու Էսկոբարի ամենամեծ վախերից էքստրադիցիան դարձավ։ Ինչ էր էքստրադիցիան։ Էքստրադիցիա նշանակում է, որ Կոլումբիայում ձերբակալված անձը կարող էր հանձնվել Միացյալ Նահանգներին, այնտեղ դատապարտվելու համար։ 1980-ականներին ԱՄՆ-ն եւ Կոլումբիան կնքեցին համաձայնագիր, որի համաձայն կոլումբիացի նարկոբարոնները կարող էին արտահանձնվել։ Էսկոբարը համարում էր, որ լավ է գերեզման Կոլումբիայում, քան բանտ ԱՄՆ-ում։ Նա ամեն կերպ պայքարում էր էքստրադիցիայի դեմ, որովհետև ԱՄՆ-ում նրան սպասվում էր ցմահ բանտարկություն առանց որևէ ազդեցության։ Նրա ահաբեկչական գործողությունների մեծ մասն արվում էր, որպեսզի Կոլումբիայի իշխանություններին ստիպի չեղարկեն էքստրադիցիան։ Էսկոբարի ճնշման տակ Կոլումբիայի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրեց արտահանձման գործընթացները, սակայն նրա մահից հետո 1993 թվականին Կոլումբիան վերականգնեց էքստրադիցիան, եւ այն դարձավ թմրանյութերի դեմ պայքարի հիմնական գործիք։ Ահա հենց սա էլ մեր առաջին թաքնված գաղափարն է։ Սերիալում մենք տեսնում եւ հասկանում ենք, որ այնտեղ Պաբլո Էսկոբարից, ահաբեկիչներից կամ տերորներից եւ առհասարակ մահից ավելի վտանգավոր եւ տանջալից մի դաժան բան կա։ Դա հավերժ բանտարկված ապրելն է։ Սա նաեւ ցույց է տալիս Պաբլոյի մասին մեկ այլ առանձնահատկություն։ Նա հանցագործ էր դարձել, քանի որ չուներ սահմաններ, չէր ճանաչում օրենքներ։ Նա էր իր օրենքն ու պատրաստ էր ամեն բան անել, պատերազմել մինչև մահ, միայն թե իրենից չվերցնեն այդ ազատությունը։ Իսկ ինչպես Պաբլոն մտավ նարկոբիզնեսի մեջ եւ հասավ այդտեղ։ Խավարասերի միջոցով։ Սա շատ խորը փիլիսոփայական ու գեղեցիկ նկարագրություն է, որն օգտագործել են հեղինակները։ Այո, ելով պետք է աներ նման ստորություն մարդկության հանդեպ, եթե ոչ խավարասերը։ Իրականում նման անձ գոյություն ունեցել է, բայց նրա դերն ավելի փոքր էր, քան ներկայացվում է սերիալում։ Netflix-ը նրա կերպարը դարձրել է ավելի ընդգծված։ Ասում են, որ երբ ատոմային հոլոկոստը վերացնի աշխարհը, միայն խավարասերները ողջ կմնան։ Նա Չիլիից եկած քիմիկոս էր, Մատեո Մորալեսը, խավարասեր մականունով։ Եվ ինչպես տեսնում ենք սերիալում, նա փրկվում է գնդակահարությունից, ինչպես խավարասերն ատոմային պայթյունից։ Ապա գալիս է Կոլումբիա եւ ճիշտ ընտրություն կատարում, միանալով Պաբլոյին։ Սակայն երբ որոշում է դավաճանել, Էսկոբարը նրան ոչնչացնում է։ Եվ դա մի այլ իմաստ է տալիս պատմությանն ու Էսկոբարի կերպարին։ Անկամ ատոմային ռումբը չի կարող ոչնչացնել խավարասերին, բայց Էսկոբարը կարող է։ Եթե դավաճանես, չես բրցնի նրա ձեռքից։ Ասում են, երբ ատոմային պատերազմը ոչնչացնի աշխարհը, ողջ կմնան միայն խավարասերները։ Այս կեղտի կտորն այստեղ էլ թողեք։ Երևում է դա այդպես չի։ Այս համեմատությունը ատոմային ռումբի եւ Պաբլո Էսկոբարի ուժի նրան եւս մեկ անգամ մոգական ռեալիզմի հետ է կապում։ Իզուր չէ, որ մոգական ռեալիզմը ծնունդ է առել Կոլումբիայում։ Դա մի երկիր է, որտեղ երազանքներն ու իրականությունը հաճախ միաձուլվում են։ Բայց նույնիսկ մոգական ռեալիզմը սահմաններ ունի։ Կոնգրեսական Էսկոբար պարոն։ Իսկ մոգական ռեալիզմի ու նրա կապը սերիալում առանցքային դեր ուներ։ Անգամ նրա նախագահ դառնալու երազանք, որ սկզբում հավանական էր թվում, վերջում վերածվում է շատ անիրական մի բանի, դառնում աբսուրդի ժանրից։
Սերիալը սկսում է այն պահից, երբ արդեն գործի էր անցել Սթիվ Մերֆը, իսկ ֆլեշբեքից հետո մենք տեսնում ենք Պաբլոյին իր կայսրությունը կառուցելու ինչ-որ մակարդակում, այլ ոչ զրոյական կետում, որն այս ֆիլմի ամենակարևոր գաղափարն էր։ Մենք տեսնում ենք արդեն կայացած, իր տիրապետության տակ բավական մեծ ռեսուրսներ ունեցող մի մարդու, հավատարիմ մարդկանցից մինչև ահաբեկիչներ, բավական հզոր համախոհներ ու թշնամիներ ունեցող մի անհատի, ով գիտի ինչ է ուզում, ու գնում է դա վերցնելու, եւ պատահական չէ, որ ճանապարհի վրա նա անում է իր ամենակարևոր հայտարարությունը։ Ճանապարհները մեզ հասկացնում եւ հիշեցնում են, որ կարող ենք ինչ-որ տեղ գնալ, դրանք մեզ կարող են հաղթանակի տանել։ Իսկ իր հաղթանակի ճանապարհին Էսկոբարին կանգնեցնում են ոստիկանական ուժերն ու ասում, որ իրավիճակ է փոխվել։ Սա ամենևին էլ պատահական չէր արված։ Դա պետք էր, որպեսզի հանդիսատեսին ցույց տան, թե ով է այդ պահին իրավիճակին տիրապետում ու իրականում ում ձեռքում է իշխանությունը։ Այդ ժամանակ Պաբլոն ցույց է տալիս, որ իր սեփական անձն ավելի մեծ իշխանություն ունի, քան մի ամբողջ պետական համակարգ, ու նրանք անգամ իրենց սեփական անվտանգությունը չեն կարող ապահովել, ուր մնաց իրեն կանգնեցնեն։ Ճանապարհների թեման շատ նուրբ գիծ է։ Բացի այդ ամենից, այն նաև ռազմավարական նշանակություն ունի։ Եվ Էսկոբարի բիզնեսում դա այդպես է, քանի որ դա նրա բիզնեսի ամենաթանկ ռեսուրսն է։ Այն նույն խավարասերի շահն ու նպատակն այդ ճանապարհից օգտվելն էր։ Ստացվում է $5 միլիոն մի ուղևորության արդյունքում, նույն ճանապարհներով, որոնք նա միշտ է օգտագործել։ Իսկ որն էր մյուս պատճառը, որ սերիալում արագ են զարգանում իրադարձությունները մինչ Էսկոբարի նարկոբարոն ու ամենահզոր կարտելի Մեդելինի թագավոր դառնալը, որովհետև եկեք մի փոքր ավելի խորանանք դետալների մեջ։ Էսկոբարը կառուցում է մի համակարգ, որը գործում է պետության նման։ Ունի իր բանակը, ֆինանսական հոսքերը, դիվանագիտությունը, նույնիսկ սոցիալական ծրագրերը, եւ այստեղ է, որ հասկանում ես ինչ գեղեցիկ զուգահեռ կատարված Էսկոբարի պատկերացրած ու նրա կողմից կառուցվող պետության եւ կոլումբիական պետության դիմակայության միջև։ Երկուսն էլ պայքարում էին, որ չփլուզվեն։ Ինչպես բազմիցս լսել ենք պատմությունից, մեծ կայսրությունները քանդվում են ներսից ու դրսից։ Այնպես էլ Մեդելինի կարտելի պարագայում եղավ։ Ներսից դավաճանություններ, սխալ հաշվարկներ, քաղաքական հավակնություններ, դրսից պետության եւ միջազգային ուժերի ճնշում։ Սերիալը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր տեսակի կայսրություն որքան էլ հզոր լինի, ունի իր սահմանափակ կյանքը։ Էսկոբարի կայսրությունը փլուզվեց նույն կերպ, ինչպես պատմության մեջ հռոմեական կամ այլ մեծ կայսրություններ են փլուզվել։ Այսպիսով սերիալի ամենակարևոր եւ թաքնված գաղափարներից մեկն այն էր, որ այն ոչ թե ներկայացնում էր կայսրությունների ստեղծման, այլ փլուզման գործընթաց։ Եվ դա էր պատճառը, որ Էսկոբարի նարկոբարոն ու Մեդելինի թագավոր դառնալու process-ը բավական արագ էր արված։ Այսպիսով ստացվում է, որ մենք չենք նայում միայն մեկ մարդու պատմություն, այլ մի ամբողջ համակարգի ծնունդ ու մահ ենք տեսնում։ Ես հանձնվեցի այս ճիճվին, արդարադատության փոխնախարարի։ Հաշվառնելով, որ այս երկրում արդարադատություն գոյություն չունի, նրա պաշտոնն էլ արժեք չունի։ Սկսում ենք հետևել ոչ միայն անհատների, այլ համակարգերի պայքարին։ Մեդելինի կարտելի, Կոլումբիա Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, կոմունիստական խմբավորումների ու թշնամի կարտելների պայքարն ենք տեսնում։ Սա նաև լատինամերիկյան պատմության խորհրդանիշն է, պետության ներսում ստեղծված պետություն, որն ի վերջո չի կարողանում գոյատևել, եւ որն էր պատճառը, որ քանդվեց Էսկոբարի պետությունը։ Մտածում եք այն, որ Էսկոբարը որոշեց մտնել քաղաքականություն, առաջին հայացքից ես ինքս էլ էի նման կարծիքի, սակայն կա մի բայց, ոչ, դա չէր պատճառը, դա հետևանքն էր։ Պատճառը միայնակ որոշում կայացնելու այդ ժամանակահատվածի իր գիծն էր։ Մինչ կայսրությունը կկառուցեր, նա խորհրդակցում էր Գուստավոյի հետ, սակայն եկավ մի ժամանակ, երբ իր երազանքի անիրականության փաստը սկսեց չգիտակցել։ Որքան էլ Գուստավոն պնդում է հետ կանգնել նպատակից, նրա համար միևնույն էր, ու նա չափից շատ էր ուժեղացել։
եւ մեզ շատ գեղեցիկ ու նուրբ կերպով ցույց են տալիս միայնակ որոշում կայացնելու հետևանքները։ Մեզ ցույց են տալիս Էսկոբարի սեփական ստեղծած պետության միայնակ կառավարելու որոշումը ու զուգահեռ իրականությունում նախագահ Կեսար Գավրիայի, որ պատրաստ է լսել մյուսների կարծիքը, սակայն երբեմն նա էլ էր միայնակ որոշումներ կայացնում, եւ դա էլ էր պետք։ Նախ որպեսի տեսնեինք իրական կերպար, ապա տարբերությունը միայնակ կայացրած որոշման ու խորհուրդներ ընդունելու արդյունքում կայացվածի։ Եվ չափից շատ ուժեղանալն ու ամեն գնով հաղթելու մոլուցքը Գավիրիան այնքան է տարվում Էսկոբարի խաղով, նրան բռնելու կամ ոչնչացնելու մոլուցքով, որ նրա խաղի կանոններով է սկսում խաղալ ու կանոններ է խախտում։ Նա մոռանում է նարկոդիլերների դեմ տարվող պայքարը ու դառնում է Էսկոբարի դեմ պայքարող անհատ։ Սա այն թաքնված գաղափարներից է, որ մեզ ցույց է տալիս, թե որքան հզոր է Պաբլոն, որին հաղթելու համար երկրի ամենաօրինական մարդը պատրաստ է օրենքներ խախտել։ Եկեք ուշադրություն դարձնենք մի հետաքրքիր եւ կարևոր փաստի, թե ինչ փոխվեց Էսկոբարի մահից հետո Կոլումբիայի հանրապետությունում։ 1991 թվականին նոր սահմանադրություն ընդունվեց։ Էսկոբարի մահից հետո Կոլումբիան ընդունեց նոր սահմանադրություն, որն ավելի ժողովրդավարական էր, ամրապնդվեց մարդու իրավունքների պաշտպանությունը, ստեղծվեց սահմանադրական դատարան, ավելի մեծ ուշադրություն դարձվեց քաղաքացիական ազատություններին, իսկ ժողովրդավարության ամենակարևոր կետերից մեկը որն է, որպեսզի որոշումները չկայացվեն մեկ մարդու կողմից, այլ դրվեն քննարկման ու խուսափեն տարատեսակ սխալներից, քանի որ երբ մեկն է կայացնում բոլոր որոշումները, դա կարող է աղետի հանգեցնել։ Նա կարող է էմոցիաներից դրդվելով դա անել կամ իր սեփական էգոն բավարարելու համար։ Էսկոբարի մահից հետո Կոլումբիան ավելի ժողովրդավարական դարձավ։ Հենց այն պատճառով, որ ուժեղացրեց ինստիտուտներն ու սահմանեց, որոշումները պետք է ընդունվեն համատեղ, ոչ թե մեկ մարդու կամ խմբի կողմից։ Ստացվում է սերիալը ոչ միայն պատմում է Պաբլո Էսկոբարի մասին, այլ գեղեցիկ կերպով անդրադառնում է ժողովրդավարությանը եւ ցույց տալիս համատեղ որոշումներ կայացնելու կարեւորությունը։ Ու դրա մեկ այլ գեղեցիկ ցուցադրություն լինում է այն ժամանակ, երբ Գավրիան անօրինական որոշման է գնում ու Էսկոբարի ընտանիքի մուտքը փակում է Գերմանիա, բայց երկրի գլխավոր դատախազ Դե Գրեյֆը չէր ենթարկվում Գավրիային եւ իր մարդասիրական որոշումն է կայացնում իր պաշտպանության տակ պահելով ահաբեկչի ընտանիքին։ Գրեյֆի կարծիքով Կոլումբիայի պարտքն էր, որ բոլոր քաղաքացիներն ունենան հավասար իրավունքներ եւ դրանք չոտնահարվեն, ու դրա համար նա պատրաստ է իր սեփական բանակցությունները սկսել Էսկոբարի եւ Գավրիայի հետ։ Նրա կերպարը ցույց էր տալիս, թե որքան կարևոր էր փաստը, որ նախագահ Կեսար Գավրիան չուներ իշխանություն նրա վրա եւ նա կարող էր միայնակ իր սեփական որոշումը կայացնել ու փրկել մի ամբողջ ընտանիք սխալ էմոցիաների արդյունքում կայացրած որոշումից։ Նարկոբարոնում կարող ենք տեսնել ամենապարզ, բայց միևնույն ժամանակ շատ տարբերվող մի թաքնված գաղափար։ Այս դեպքում շատ, ահավոր շատ փողը, որի հետ Պաբլոն չգիտեր ինչ անել ու դրանք թաղում էր հողի տակ, եւ այն շատ գեղեցիկ ու փիլիսոփայական շունչ էր հաղորդում պատմությանը։ Ստացվում էր այնպես, որ փողը ձեռք էր բերվում կռվով, զոհերով, կարելի է ասել այրյան գնով, անգամ նրա պահպանման համար առանձին ռեսուրսներ ու գումար էր հատկացվում, իսկ վերջում պարզապես թաղվում էր հողի տակ։ Սերիալի տրամաբանական ավարտին, երբ պարզ է դառնում, որ նրա կայսրությունը փլուզվելու է, Լիմոնը նրան ցույց է տալիս, որ դրանք պարզապես փդել են ու $500,000 այլևս բանի պետք չէ, որքան դժվար էր այն վաստակելը ու որքան անիմաստ կորչեց։ Էսկոբարը մեզ ցույց է տալիս, որ կայսրություն կառուցելը մի այլ բան է, իսկ այն պահելը մեկ ավելի բարդ մի գործ։ Նա եզակի անձնավորություն էր, խորն ու բազմաշերտ։ Նա աշխարհի թիվ 1 հանցագործն էր, ով դատապարտվեց իր սեփական բանտում, իր գումարներով կառուցված ու իր պահակներով հսկվող։ Պաբլոն անգամ ընտրել էր, ով պետք է իր հետ նստի այդ բանտում, իսկ դա ինչպես գիտենք սերիալից իրականում նրա հաղթանակն էր։ Նախ նա կարողացավ այնպես անել, որ Կոլումբիայի իշխանությունները հաշվի նստեն իր հետ ու իր թելադրած պայմաններով բանտարկվել,
Մի բան էլ չեղարկել տվեց էքստրադիցիան, որն ԱՄՆ-ի համար շատ կարևոր էր։ Դա էլ հերիք չի շարունակեց իր ամրոցից ոչ թե բանտից կառավարել իր բիզնեսը։ Եվ այսքան ուժեղ հակահերոս ստեղծելու գաղափարի փիլիսոփայական միտքն ու ֆիլմի ամենակարևոր թաքնված գաղափարն այն է, որ երբեմն շատ մեծ ուժը եւ շատ փայլուն ինտելեկտը եթե սխալ կիրառվի, այն պարզապես կտանի կործանման։ Ահա եւ վերջ նարկոբարոն սերիալի մեր թեորիան։ Կարող եք բաժանորդագրվել, լայքել եւ մեկնաբանել։ Շնորհակալություն։ Պարոն Էսկոբար, կներեք, բայց չեմ կարող թողնել, որ անցնեք։ Հրամանա, մենք պիտի կալանավորենք ձեզ։ Լսի տղես։ Ինչքան էլ ինձ համար ցավալի լինի, ես չեմ կարող դες բան թույլ տամ։ Այդ մարդն ուզում ընտանիքս Լոս Պեպեսի առաջ դնի։ Երեխեքից խայցի տեղ օգտագործի, իսկ դուք, որ ձեզ պրինցիպի մարդ եք համարում, դրա դեմ ոչ մի քայլ չեք անում։